Մեկ վարժություն հաստաղի, փորկապության և հազի կարգավորման համար։ Հնարավոր է արդյոք դա։ Արևելքում համարում են, որ երբ որ թոքերի էներգիան խախտված է, արյունը կարող է լավ չհոսել դեպի հաստաղի և բնականաբար նյութափոխանակությունը դանդաղում է, մկանները չեն աշխատում, լեղին վատ է հոսում, ես դա արդեն ֆիզիոլոգիապես եմ բացատրում, չի կարողանում աշխատել պերիստալտիկան, բնականաբար ձևավորվում է վքնածություն, գազավորում և նաև փորկապություն։ Եվ հակառակ, երբ որ լցվում են, գազավորվում են աղիները, կարծես էներգիան թունավոր խեղդում է դեպի վերև և մեզ մոտ սկսվում է հազ, թոքի, շնչառության աշխատանքի անբավարարություն։ Մենք այդ ամենը կարողանում ենք կարգավորել ընդամենը սպազմից հանելով մեր դիաֆրագմա կամ ստոծանի։ Բայց չինացիները նաև ակտիվացնում են ահա այս կետը։ Երբ միացնում եք իրար բուսն ու ցուցամատը, այս հատման կետում կա կետ։ Սեղմում եք օրվա մեջ 1-ից 2 րոպե։ Իսկ ես ձեզ ասում եմ, նաև միացրեք ստոծանիական շնչառություն։ Եվ կատարեք ահա այսպիսի թեթև ակտիվացում հենց որովայնի մկանների։ Վիսցերալ այս տեխնիկաները թթվածնի հոսքի օգնությամբ անջատում են նյարդային սպազմերը, հանում են լարվածությունը մկաններից և կարգավորում են բոլոր հատվածների ճիշտ էներգետիկ և ֆիզիոլոգիական աշխատանքը։